Պարոն Մելքոնյան, անդրադառնալով Փաշինյանի այսօրվա հայտարարություններին, որ դրոշը չպետք է այրել, որ նաև ցեղասպանություն բառն էր, կարծես թե մեկ անգամ օգտագործել, սա իրենց ուրացման քաղաքականության քայլերից մեկն է, որ իրենց արտաքին քաղաքականության մեջից փորձում են հանել ցեղասպանությունը։ Ես երկու առումով անդրադառնամ, նախ Ադրբեջանի և Թուրքիայի դրոշների այրմանը, նրա արձագանքը, տեսեք մի մարդ, ով չի արձագանքում Հայաստանի և Արցախի դրոշների ոտնահարմանը, պղծմանը, մի մարդ, ով չի արձագանքում, որ Ադրբեջանում հայկական դրոշների պղծումը ըստ էության դարձել է հանրային, այսպես ռիտուալային մի արարողություն, հարսանիքների ժամանակ այդ դրոշը Հայաստանի նետում են գետնին վրա և անցնում են և այլն, և որևէ արձագանք չանելով, հիմա ջայրով երթի ժամանակ արձագանքելով դրոշի այրմանը և դա քողարկելով պրագմատիզմի շղարշով, ցույց է տալիս նրանց ոչ միայն երկակի ստանդարտները, այլև ցույց է տալիս, որ նրանք արտաքին ճակատում պարտված են, ջախջախված են և արտաքին ճակատում վախկոտ քաղաքականություն են վարում և անընդհատ արտաքին ճակատում ենթարկվելով նման ստորացումների, պարտությունների, դա մի կողմից քողարկում են պրագմատիզմով, մյուս կողմից իրենց արտաքին պարտություններն ու ջախջախումները փորձում են այսպես փոխհատուցել ազգային ժողովում ինչ-որ հերոսական պահվածքով և ուղղակի ծիծաղել է մի իշխանության կողմից նման դրսևորումներ ազգային ժողովում ինչ-որ մի բառի համար կռիվ հրահրելը, ընդդիմության վրա հարձակվելը, երբ իրենք հայտնի են որպես արտաքին աշխարհում թշնամիների կողմից պարտված, անարգված, վիրավորված և այդ վիրավորանքներին որևէ կերպ չպատասխանող իշխանություն, այնպես որ այս հայտարարությունը կարծում եմ նաև Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինելու այսպես միտումն է ցույց տալու Ադրբեջանին և Թուրքիային, որ պետք չէ, որ իրենք արձագանքեն, թշնամիները, այս իշխանությունները արդեն իրենք արձագանքում են և իրենց անհաջողությունները, գիտեք, որ չեն կարողանում ապահովել անվտանգությունը, չեն կարողանում ապահովել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, դա մեղադրել դրոշը այրելուն, այրողներին, ասել, որ եթե դրոշը չայրեին, խոզնավարում չէին կրակի, իսկ մինչև այդ, որ դրոշը չէին այրում, կրակոցները ինչ պատճառով էին, Հայաստանի սուվերեն տարածքի օկուպացիաները ինչ պատճառով են և դուք ինչ եք կարողացել անել ձեր հռչակած 29743-ը պաշտպանելու համար։ Ինչ վերաբերում է այսօրվա ապրիլ 24-յան ուղերձին, ապա մի քանի շեշտադրում կարող եմ անել։ Առաջինը, որ նշվում է, որ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած ցեղասպանությունը, չնշելով, որ Օսմանյան կայսրության վերջին օրերին տեղի ունեցած ցեղասպանությունը, կարծեմ այդպես էր ձևակերպումը, չնշելով, որ դա ցեղասպանության ծրագիր էր, որը սկսել էր կյանքի կոչվել 10-րդ դարի վերջից, Համիդյան ջարդերը ցանկացած դպրոցական գիտի, որ 1890-ականներին է տեղի ունեցել, և այն, որ Թուրքիայի Հանրապետությունը ըստ էության ժառանգել է ցեղասպան մտածողությունը և անգամ արտասահմանյան, անգամ թուրք հեղինակներ, կարող ենք տեսնել անգամ թուրք հեղինակների գրքերում, որ ֆիքսվում է, որ Թուրքիայի Հանրապետությունը 20-րդ դարում և 21-րդ դարում շարունակում է ժառանգը լինել ցեղասպան մտածողության և այդ ցեղասպան մտածողության դրսևորումները կան և կրթական համակարգում և ժխտումը հենց ինքնին ցեղասպանական մտածողության դրսևորում է և այդ ցեղասպան մտածողությունը նաև տեղափոխվել է Ադրբեջան և դրանով կրթվել են սերունդներ, որոնք 44-օրյա պատերազմում հենց իրականացնում էին նմանատիպ գործողություններ և մյուս հանգամանքը ուրեմն ուղերձի դա այն էր, որ սահմանազատումը և միջազգային սահմանների ճանաչումը կկանխի ցեղասպանությունները, ուզում եմ հիշեցնել, որ Հայաստանի առաջին հանրապետության տարածքում 1920 թվականին նույն Օսմանյան բանակը Ալեքսանդրապոլի նահանգում իրականացնում էր ցեղասպանություն Հայաստանի միջազգայինորեն ճանաչված տարածքում և որևէ պայմանագիր, որևէ սահմանազատում դա չէր կարողացել կանխել, ինչպես և չէր կարողացել կանխել
բախել ընդամենը 2-3 տարի առաջ Ադրբեջանի օկուպացիայի ժամանակ, ագրեսիայի ժամանակ Ջերմուկում եւ այլ վայրերում Հայաստանի բանակի զինվորների հանդեպ ցեղասպանական գործողություններ եւ անգամ դիակների խոշտանգումներ, այնպես որ այդ Կիրանցի պատով եւ սահմանազատմամբ հանրությանը մոլորեցնելը չեմ կարծում որ կապ ունի ազնվության հետ։ Շնորհակալություն։